Ողջույն բոլորին։ Այսօր երեխաներիս խնդրանքով պատրաստում եմ մարշմելլոու եւ ուզեցի կիսվեմ ձեզ հետ պատրաստման այս եղանակով։ Լինելու է շատ հետաքրքիր, դրա համար խորհուրդ կտամ դիտել մինչև վերջ։ Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է 120 գրամ ջուր եւ 200 գրամ շաքարավազ։ Կարող եք 200 գրամից մի փոքր քիչ վերցնել, որովհետեւ ստացվում է շատ քաղցր։ Խառնում ենք եւ դնում մարմանդ կրակին։ Եռացնում ենք մոտ 15-ից 20 րոպե։ Մինչ այն պատրաստ կլինի, վերցնում ենք 120 գրամ ջուր եւ 30 գրամ ժելատին։ Այսինքն 30 գրամ ժելատինը դա նույնն է, ինչ 2 ճաշի գթալ ժելատինը։ Լավ խառնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի եւ դա պետք է խառնենք արդեն պատրաստի օշարակին։ Հիմա կստուգենք պատրաստ է օշարակը թե ոչ։ Ստուգելու համար երկու մատի ծայրերով այսպես պետք է ստուգենք։ Եթե ծորում է, ուրեմն պատրաստ է մեր օշարակը, պետք է լցնենք ժելատինը։ Ժելատինը ավելացնում ենք արդեն պատրաստի օշարակին, թողնում ենք 2 րոպե նույնպես եռա, կվերցնենք կրակի վրայից եւ դատարկում ենք մեկ այլ տարայի մեջ, որպեսզի շուտ սառի։ Սառելուց հետո սկսում ենք հարիչով հարել, սկզբում դանդաղ հզորության տակ, հետո կամաց ավելացնում ենք։ Եվ տեսնում ենք արդեն սկսում է պնդանալ, ավելացնում ենք վանիլինը ու դատարկում ենք, եթե ունենք սիլիկոնե տարա դրա մեջ, եթե ոչ, մեկ այլ հարմար տարայի մեջ։ Տարայի կողքերը եւ տակը պետք է յուղով պատել, որպեսզի հանելուց հեշտ դուրս գա։ Հիմա արդեն զգում եմ, որ պնդանում է մարշմելլոուն, ավելացնում եմ վանիլինը եւ շուտ-շուտ պետք է լցնենք համապատասխան տարայի մեջ։ Ես լցնում եմ մարշմելլոուի մի մասը, իսկ մյուս մասին ավելացնում եմ տորթի կապույտ գույն, հեղուկ գույն, որպեսզի ստանամ 2 երանգ։ Եվ ես համապատասխան հարմար տարա այս պահին չունեի ձեռքիս տակ, դրա համար իմ մոտ մարշմելլոուները ստացվեցին մի փոքր տափակ։ Նախընտրելի է լցնել նեղ եւ տրամագծով փոքր չափի տարաների մեջ։ Հիմա կլցնեմ, երեսին կդնենք սննդային թաղանթ, կհարթեցնենք թաղանթով եւ կթողնենք 3-ից 4 ժամ։ Տեսեք, այստեղ արդեն շատ է պնդացել մարշմելլոուն, դրա համար այդ գործողությունը պետք է ավելի արագ կատարել։ Ահա անցավ արդեն 3 ժամը, հանում ենք մարշմելլոուն։ Տախտակի վրա ցանում ենք շաքարի փոշի, դնում մարշմելլոուն վրան, վերևից նորից ցանում փոշին եւ կտրատում եմ ձևավոր դանակով։ Այնուհետև լավ խառնում, որ բոլոր կողմերից պատվի շաքարի փոշիով։ Եվ վերջ, այսքանը։ Եփում եմ սուրճ եւ վայելում երեխաներիս հետ։ Դուք էլ պատրաստեք եւ գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Շնորհակալ եմ մինչև վերջ դիտելու համար։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք լայք, զանգակի կոճակին եւ կիսվեք ձեր մտերիմների հետ։ Հաջողություն։